Բարև ձեզ, եթերում Վանաձորյան օրերն են։ Աշխատանքային մեկ շաբաթ էլ անցավ, թե որքանով էր արդյունավետ եւ տրված հանձնարարականների որ մասն են կատարել քաղաքապետարանի բաժինների պետերը, դիտենք առաջին տեսանյութում։ Հուլիսի 9-ի աշխատանքային խորհրդակցությունը Վանաձորի քաղաքապետարանում չառանձնացավ նախորդներից։ Տրված հանձնարարականները հիմնականում սկսված աշխատանքներին էին վերաբերում։ Տարոն 4-ի տաջիկների եւ ածխահատների փողոցների բարեկարգմանը, տաջիկների գոյուղատար համակարգի նորոգմանը։ Ջրմուղի տեխնիկական բաժնի տնօրենի խոսքով խնդրի լուծումը դժվարանում է այն պատճառով, որ խողովակները գտնվում են 10-ից 12 մետր խորության վրա։ Ուսումնասիրել են, աշխատում են խնդիրը լուծել։ Շուխաջանի կամուրջների նորոգումը սկսվում է, դրանք կամրացվեն համապատասխան նյութերով։ Սամվել Դարփինյանը դժգոհություն հայտնեց Դարոժնիկ կազմակերպության աշխատանքներից։ Ջրատար խողովակների անցկացման համար փորված փոսերը չեն փակվում, փակվածները չեն ասֆալտապատվում։ Վանաձորում քրեական վիճակը կայուն է եղել, քաղաքապետարանի առջև անցած շաբաթ տեղի ունեցած դանակահարության դեպքի քննությունը ընթացքի մեջ է։ Քաղաքացիների Քաղաքապետի երկու խիստ հանձնարարականներից մեկը սեփական եկամուտների հավաքագրմանն էր վերաբերում։ Վանաձորի Քիմպրոմը երկար ժամանակ է հարկերը չի մուծում, ուստի քաղաքապետարանը դատարան է դիմելու սնանկացման հայցով։ Քաղաքապետարանի բակի սալիկապատմամբ զբաղվող ընկերությունը եւս տուժելու է, եթե անմիջապես չսկսի վերականգնել անորակ աշխատանքի հետևանքները։ Դատարանում կհայտնվի նաեւ նրա դեմ ուղղված հայցը։ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Վանաձորի բաժինն արձանագրել է, վերջին օրերին գրանցված ծնունդները մեծ թիվ են կազմում։ Հերմինե Զարմանյան, Ազգանուշ Մկրտչյան, Վանաձորյան օրեր։ Լաչինի միջանցքի վերանորոգման մասին արդեն ասել ենք, խոստացված օրը աշխատանքները սկսվել են, առևտուրն այս հատվածում դադարեցված է, փողոցը փակված։ Համայնքի ղեկավարը առևտրականներին խոստացել է, որ նրանց առևտուրը չի դուժի։ Շինարարական ընկերությունը աշխատանքները կավարտի հնարավորինս շուտ, սակայն ոչ որակի հաշվին։ Հին ասֆալտը քանդվել է, փոխարինվում է նորով։ Տարվա եղանակներին ցեխոտ կամ սառած բոլոր դեպքերում քարուքանդ փողոցից շուտով միայն հիշողություններ կմնան։ Համայնքի ղեկավարն այսօր կրկին շրջել է քաղաքում, այս անգամ շրջայցի նպատակը արդեն ավարտված աշխատանքներին ծանոթանալն էր, նաև ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վերահսկումը։ Վանաձորի Մոսկովյան 56, 58, 60 եւ Գրիգոր Լուսավորչի 53 շենքերի բակերն ասֆալտապատվել են։ Քաղաքապետն այստեղ եղել է նաև աշխատանքների ընթացքում, փողոցները երկար տարիներ անբարեկարգ էին։ Երեխաները չէին կարողանում խաղալ, մեծահասակների համար էլ տնից դուրս գալը արկածներով լի ճամփորդություն էր, մինչև կհասնեին բակի ծայրը։ Բակերի բարեկարգման մասին բնակիչներին քաղաքապետն անձամբ է հայտնել հանդիպման ժամանակ։ Սամվել Դարփինյանը տեղում հետևել է նաև տեղանքի ուսումնասիրմանը եւ բարեկարգման աշխատանքների ընթացքին։ Այս եւ քաղաքում ընթացող մնացած աշխատանքների մասին պատմող ռեպորտաժին հետևեք Վանաձորյան օրերի հաջորդ թողարկմանը։ Վանաձորի Գզարթմյանի անվան երաժշտական դպրոցը երկար տարիներ վերանորոգման կարոտ էր։ Այսօր այս մասին կարելի է անցյալով խոսել։ Պետբյուջեի միջոցներով մշակութային օջախը նոր տեսք է ստացել, նոր ուսումնական տարին սարները կդիմավորեն վերակառուցված շենքում։ Վանաձորի քաղաքապետի հերթական այցը Էդվարդ Գզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց էր։ Այստեղ կառավարության ֆինանսավորմամբ կատարվում են շենքի ամրացման աշխատանքներ։ Գզարթմյանի անվան երաժշտական դպրոցը Լոռու մարզում գործող 13 երաժշտական դպրոցներից մեկն է։ Երկրաշարժից հետո շենքը խարխլվեց։ Այստեղ գտնվելը դարձավ վտանգավոր։ Դպրոցի սաները տեղափոխվեցին տնակներ։ 1992 թվականին դպրոցը կրկին տեղափոխվեցին շենքը։ Վիճակն ավելի էր վատացել։ 2009-ից այս հարկի տակ է գործում նաև թիվ 5 երաժշտականը։ Ամեն տարի շենքի ճակատագրով մտահոգ քաղաքային եւ մարզային իշխանությունները ներկայացրել են իրավիճակը պետական ատյաններում։ 2010-ից 13 թվականների Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում այս խնդիրը եւս ներկայացված էր։ Այն կառավարությունը հաստատեց։ Պետբյուջեից համապատասխան միջոցները հատկացվեցին, ամրացման շինարարական աշխատանքները սկսվեցին։ Առաջ երաժշտական դպրոցում լրիվ շինարարական աշխատանքները ըստ գրաֆիկի գնում են, պետք է ասեմ, որ շատ որակով աշխատանք է կատարվում։ Իհարկե շատ դժվար է հին շենքը որակով վերանորոգել, բայց այնուամենայնիվ մենք կարողացել ենք, ասենք, շատ բարձր որակի հասնենք։ Բոլոր աշխատանքները ընթացքի մեջ են, ուժի մեջ են եւ հետեւողաբար համարյա թե ամենօրյա ուշադրության կենտրոնում են բոլոր աշխատանքները եւ հույսով եմ, որ երկրի նախագահի, երկրի վարչապետի տված գումարները նաև երկրորդ, երրորդ հրատապի բոլոր աշխատանքները այս կարճ ժամանակահատվածում պետք է ավարտվեն։ Հիմնական աշխատանքներն արդեն կատարվել են, ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները։ Երբեմնի շքեղ շինությունը, որի հատկապես դահլիճը նույնիսկ ավերակ վիճակում այցելուների հիացմունքին էր արժանանում, շուտով կրկին կվերագտնի նախկին գեղեցկությունը։ Հերմինե Զարմանյան, Արտակ Բրուտյան, Վանաձորյան օրեր։
Վանաձորում հերթական խաղահրապարակն է բացվել, այն կառուցվել է Ռաֆայել բարեգործական կազմակերպության և Վանաձորի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ։ Գեղեցիկ կարուսելներով ու հանգստի այլ հարմարություններով խաղահրապարակում այսօր կարող են խաղալ ոչ միայն Գրիգոր Լուսավորչի 53 շենքի, այլև հարակից շենքերի երեխաները։ Տարածքում դրվել են նստարաններ, տնկվել են ծառեր, այնպես որ մեծահասակների համար ևս հանգստի հաճելի վայր է։ Մոսկովյան 53 շենքի բակում անսովոր աշխուժություն է, թաղամասում ինչքան երեխա կա, տոնական տրամադրությամբ գունավոր ճճանակներից ու կարուսելներից չեն հեռանում։ Խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունն է, ներկայ են կազմակերպության ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները։ Եթե յուրաքանչյուրս կարողանան երեխաներին այսքան ուրախություն պարգևենք, երևի թե դա մեզ համար ամենաբարձր հասկացությունն է կլինի։ Սիրելի երեխաներ, բոլորիդ շնորհավորում եմ այս գեղեցիկ հրապարակը ունենալու կապակցությամբ, ցանկանում եմ ձեզ ուրախ հաճելի մանկություն։ Շուրջ 10 տարի է հոլանդական Ռաֆայել կազմակերպությունը բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանի տարբեր մարզերում։ Տարիներ անց Հրաչ Մարուքյանի կողմից ստեղծվեց նույնանուն ևս մեկ կազմակերպություն, որը սերտորեն համագործակցում է հոլանդական կազմակերպության հետ։ Բազմաթիվ ծրագրերից մեկը դարձավ նաև Վանաձորի Գրիգոր Լուսավորչի 53 շենքի բակում կառուցված խաղահրապարակը։ Այն տարիներ շարունակ շենքի բնակիչների երազանքն էր։ Տեղահարմար էր, սակայն անբարեկարգ եւ կեղտոտ։ Կատարվեցին մաքրման աշխատանքներ, ապա սկսվեց շինարարությունը։ Ֆինանսական ներդրումը կատարվեց եւ կազմակերպության կողմից եւ Վանաձորի քաղաքապետարանի։ Նախաձեռնությունը եղել է իմը, հովանավոր եղել են Ռաֆայել հոլանդական կազմակերպությունը, այնուհետև ծրագիրը բերել եմ քաղաքապետարան, իրանք ողջունով ընդունել են, դիմավորել են եւ կես միլիոն դրամ էլ իրենք են հատկացրել, չհաշված այն ամենը, ինչ որ բարեկարգման, եթե այդ բոլորը հաշվենք, անգամ վերջի ասֆալտը գուցե $10,000-ից ավել արժեր։ Փոքրիկ խաղապարակը մի քանի ամիս տեսած որ աղբի տեղը, այ հիմա սա է, աղբի տեղը կային առաջ սա աղբեր, այսքան ներգրավել ենք բոլորին ում հնարավոր է, որ մի քիչ սա կարգի բերենք։ Աշխատանքներն իրականացրել են թաղամասի բնակիչները, աջակցել են համատիրությունն ու մի շարք կազմակերպություններ։ Այսօր խաղահրապարակն արդեն պատրաստ է։ Ակում շատ չեն խաղալ, կգան խաղահրապարակում կսղան, կճոճորվեն, ես շատ ուրախացա։ Մենք չենք կարողանում խաղալ, երբ հրապարակը չկար, իսկ երբ արդեն կա, մենք կարողանում ենք շատ լավ խաղալ։ Գունավոր էին ոչ միայն կարուսելները, պատերը ևս նկարազարդ էին։ Սուսաննա Օհանյանի նկարներում հեքիաթների հերոսներն էին եւ կազմակերպության անվանումը։ Խաղահրապարակների կառուցումը կշարունակվի թե ոչ, Սուրեն Քարյանը ոչինչ չի ասում, ժամանակի ու առաջնահերթության հարց է։ Ծրագրերը տարբեր մարզերում շարունակվում են։ Հերմինե Զարմանյան, Ազգանուշ Մկրտչյան, Վանաձորյան օրեր։ Մեր հանրապետությունում հատկապես մարզերում համատիրություններն այնքան էլ լավ վիճակում չեն, հատկապես բազմաբնական շենքերի խնդիրները միայնակ լուծելու համար համատիրությունների միջոցներն ու հնարավորությունները չեն ներում։ Տարիներ շարունակ քայքայված տանիքներն ու վերելակները եւ նմանատիպ մի շարք այլ խնդիրներ լուծելու համար այսօր օգնության ձեռք են մեկնել քաղաքապետարանն ու կառավարությունը։ Համատիրության համակարգի ներդրումից ի վեր այն տարիներ շարունակ կայացման ճանապարհ է անցնում։ Խնդիրներ շատ կան, բնակֆոնդը հիմնականում մաշված է, ուստի խնդիրների լուծումը հիմնականում կախված է պետական աջակցությունից։ Վանաձոր համայնքում այսօր գործում է 71 համատիրություն, դրանցից 33-ը հիմնադրվել է մեկական շենքերում։ Մի քանիսը ֆինանսատնտեսական գործունեություն չի ծավալում եւ աշխատանքները թաղամասային հիմնարկներն են կատարում։ Հիշյալ համատիրություններից շուրջ 30-ը ֆինանսատնտեսական գործունեություն ծավալում է, բնակֆոնդի 80%-ը սպասարկում են իրենք։ Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանի տնտեսության բաժնի պետ Գրիշա Պարավյանի խոսքով սա մեծ թիվ է նույնիսկ Երևանի հետ համեմատած։ Համատիրություններում այսօր խնդիրները քիչ չեն, դրանք գոյատևում են հիմնականում կոմունալ վարձավճարների գանձումով։ Մուտքերը միշտ չէ, որ բնակիչները կարողանում են ժամանակին կատարել, ավելին ոմանց բնակարանները դատարկ են, բնակիչներն անհիշելի ժամանակներից բացակայում են։ Առաջ ուրեմն նախատեսված էր, որ պարտավոր է սպասարկման վճարի եւ իրավունք ունի պահանջել ըստ այդ գումարների ինչ աշխատանքներ կատարել, հիմա ներկայումս ավելացավ, որ բազմաբնական շենքի սեփականատերը կարող է պարտադիր նորմերի սահմաններում կատարել վերանորոգման աշխատանքներ եւ կատարված աշխատանքների արժեքի չափով արդեն վերահաշվարկի արձանագրություն է կազմվում եւ վերահաշվարկի արվում տվյալ սեփականատիրոջ կամ տվյալ սեփականատերերի խմբի սպասարկման վարձավճարների։ Շատ գործուն մեխանիզմ է, վստահեցնում է Պարավյանը։ Նման օրինակները բազմաթիվ են, շատերն են դիմում այս մեթոդին։ Բազմաբնական շենքերն այսօր ունեն տարածքների հիմնանորոգման, բակերի բարեկարգման, վերելակների, շքամուտների բարեկարգման եւ այլ խնդիրներ։ Պետությունը վերջին տարիներին որոշեց ձեռք մեկնել նրանց, քաղաքապետարանը եւս միացավ նախաձեռնությանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն է պարբերաբար աջակցում բազմաբնական շենքի
հիմնախնդիրների լուծման աշխատանքներին եւ Վանաձոր համայնքը նույնպես ի պատիվ մեր քաղաքապետի խիստ ուշադրության կենտրոնում է պահում այդ աշխատանքները եւ համատիրությունները նույնպես արդեն սկսել են, ասենք այնպիսի աշխատանքներ են անում, որ միգուցե մենք 10 տարի կամ 8 տարի առաջ չէինք էլ կարող մտածել, որ համատիրությունը իզորո է նման աշխատանքներ կատարել։ Վերջին 5 տարիների ընթացքում 62 շենքի տանիքների հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել։ Դրանց մի մասը կառավարության նպատակային ֆինանսավորմամբ, մյուս մասը համայնքի եւ սեփականատիրոջ համատեղ ներդրմամբ։ Համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի պետը մեծ ձեռքբերում է համարում այն, որ սեփականատերը սկսել է գիտակցել այն, որ շենքի տանիքն ու վերելակը համատիրության ամբողջ ունեցվածքն իր սեփականությունն է։ Վերանորոգվել է 27 վերելակ, 27 խաղահրապարակ է կառուցվել, տեղադրվել են խաղային սարքավորումներ։ Անցած 5 տարվա ընթացքում 62 շենքից 21-ի տանիքի վերանորոգումը համայնքն է իրականացրել։ Ծրագիրը շարունակական է, 10% ներդրումը բնակչի կողմից է։ Նոր ծրագրերի շարքում է Չուխաջյան 5 շենքի տանիքի վերանորոգումը։ Այն իրականացվում է Հաբիթաթ հիմնադրամի եւ Վանաձոր համայնքի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ։ Հաբիթաթ հիմնադրամը բանկում ուրեմն երաշխավոր է կանգնում, որ մեր սեփականատերը բազմամնական շենքի գումարներ վարկով վերցնեն։ Վանաձորի քաղաքապետը, Վանաձոր համայնքը դրամաշնոր է տրամադրում այդ շենքի համար, ուրեմն 60% ամբողջ աշխատանքների 60%-ը վարկի ձևով սեփականատերերն են վերցնում, 40%-ը Վանաձոր համայնքն է տրամադրում դրամաշնորի նվերի ձևով։ Վանաձորն ունի 1054 բազմաբնակարան շենք, դրանց խնդիրները քիչ-քիչ լուծվում են։ Բնակիչներին Գրիշա Պարավյանը հորդորում է տան նման վերաբերվել համատեղ օգտագործման տարածքներին։ Կարևոր է համարում այն, որ սպասարկման վարձավճարները մուծեն ժամանակին, մուծածի դիմաց էլ անպայման պահանջեն բարեկարգել իրենց շենքն ու թաղամասը։ Հերմինե Զարմանյան, Արտակ Բրուտյան, Ազգանուշ Մկրտչյան, Վանաձորյան օրեր։ Արդեն գրեթե 2 տասնամյակ է հանրապետության տարածքում կազմակերպվում է հեծանվավազք, մասնակիցները 2 բարեկամ հանրապետություններից Հայաստանից եւ Ֆրանսիայից են։ Հեծանվավազքը հիմնականում ճանաչողական բնույթ ունի։ 700 կիլոմետր անցնելուց հետո հեծանվորդների հերթական կանգառը Վանաձորն էր։ Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի կողմից արդեն 7-րդ տարին է կազմակերպվում է հայ-ֆրանսիական հեծանվային արշավ։ 2 տարին մեկ ամռանը Հայաստան են գալիս ֆրանսիական Պադե Կալե նահանգի մանկատների ասոցիացիայի եւ դժվար դաստիարակվող երեխաների դպրոցների ծաները, ովքեր Վանաձորի նմանատիպ հաստատության 10-ից 15 տարեկան աղջիկների հեծանվային ֆեդերացիայի մարզիկների հետ անցնում են Հայաստանի մի ծայրից մյուսը։ Հեծանվորդների կանգառներից մեկն էլ Վանաձորն էր։ Արշավի մասնակիցներին հայքի հրապարակում դիմավորեց քաղաքապետ Սամվել Դարփինյանը։ Ճանապարհին դուք բազում խոչընդոտներ եք հանդիպել, թե անձրևների, թե շոքի, բայց միևնույնն է, ձեր անկոտրուն կամքը ձեզ թելադրում է միշտ առաջ գնալ։ Վանաձորցիները միշտ ձեր հետ են, ձեր կողքին, ձեր թիկունքին։ Հնչեցին ֆրանսերեն երգեր, հյուրերին կատարումներով ողջունեց Տաթև պարային համույթը։ Մոտ 60 հոգանոց խմբի հեծանվարշավը տևում է 12 օր, երթուղիները գլխավորապես ընտրվում են դժվար անցանելի վայրերով, անտառներով, լեռնանցքներով, սարերով։ Հայ եւ ֆրանսիացի պատանիները լինում են պատմամշակութային կոթողներում, բնության տեսարժան վայրերում, ծանոթանում բնակիչների կենցաղին։ Արշավը նաեւ մտերմացնում է հայ եւ ֆրանսիացի երեխաներին։ Դժվարությունները հաղթահարում են միասին, ինչն օգնում է հետագայում ճիշտ կառուցել մարդկանց հետ հարաբերությունները։ Արշավի նպատակներից մեկն էլ սա է։ 700 կիլոմետրն արդեն անցել են, արկածներով ու դիտարժան հանդիպումներով հեծանվային արշավը շարունակվում է։ Հերմինե Զարմանյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։ Վանաձորի քաղաքապետարանի բաժինների կողմից կատարվող աշխատանքներից այս շաբաթ առանձնացրինք այսքանը։ Եթերում Վանաձորյան օրերն էին։ Գրեք մեզ Վանաձորյան օրեր /mail.ru էլեկտրոնային հասցեին։ Ցտեսություն, մենք դեռ կհանդիպենք Վանաձորյան օրերում։